Կալիֆորնիայում բժշկական ապահովագրության բնագավառում զանգվածային խարդախությունների փաստի կապակցությամբ սկսված հետաքննությունը անսպասելի փաստեր է բացահայտել։ Թեև հանրապետական վարչակազմի որոշ գործիչներ հատուկ ընդգծում էին մեքենայություններում հայկական մաֆիայի ունեցած դերը, պարզվում է, որ շատ ավելի մեծ դեր են դրանում ունեցել ադրբեջանցիները։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչի մասին է խոսքը։ Հիշում ես, անցած տարի Դոնալդ Թրամփը ապահովագրության բնագավառում բարձր պետական պաշտոնի էր ներկայացրել հայտնի հայատյաց գործիչ ազգությամբ թուրք Մեհմեդ Օզին, ով անմիջապես այդ պաշտոնը ստանձնելուց հետո հիշել էր, որ հայերը իրեն ժամանակին խնդիրներ են ստեղծել սենատոր դառնալու գործում եւ հավանաբար որոշել էր վրեժ լուծել հայկական կազմակերպություններից։ Նա սկսել էր հետաքննություն, հայտարարում էր, որ Կալիֆորնիայում բժշկական ապահովագրության բնագավառում մեքենայությունների ետևում կանգնած է հայկական լոբին եւ հայկական մաֆիան։ Պնդում էր, թե հայերը իբր միլիոնավոր դոլարներ են այդ միջոցով լվանում եւ ուղարկում Հայաստան։ Այդ հետաքննությունը իսկապես սկսվեց եւ իսկապես անսպասելի արդյունքներ արձանագրեց։ Պարզվում է, որ ադրբեջանցիների դերը այդ մեքենայություններում շատ անգամ ավելի մեծ են եղել, քան հայերի դերը։ Մասնավորապես երեք պարզվեց, որ 38-ամյա ադրբեջանի քաղաքացի Անար Ռուստամովին դաշնային իշխանությունները մեղադրանք են ներկայացրել զանգվածային մեծ մեքենայությունների։ Նա հատուկ ստեղծել էր եւ ղեկավարում էր մի այսպես մեքենայությունների սխեմա, որի արդյունքում պետությունից գողացել էր 90 միլիոն դոլար։ 2024 թվականի հոկտեմբերից մինչև 25 թվականի հուլիսը նա կեղծ բժշկական ապահովագրություններին վերաբերող հայտեր էր ներկայացրել պետական համապատասխան ատյաններին, թե իբր կարիքավոր մարդիկ ինչ-որ բժշկական դեղորայքի կամ սարքավորումների կարիք ունեին, նման մարդիկ իսկապես գոյություն ունեին, բայց անգամ պատկերացում չունեին, որ իրենց անունով ինչ-որ բժշկական սարքավորումներ են դուրս գրվում, եւ արդյունքում այդ փողերը լվանալու արդյունքում նա գումարները ուղարկում էր Ադրբեջան։ Այժմ նա դաշնային հետախուզման մեջ է եւ որոշ տեղեկությունների համաձայն թաքնվում է Ադրբեջանում։ Նրան քրեական գրքի օրենսգրքի 14 կետերով մեղադրանք է ներկայացնում եւ եթե այդ մեղադրանքը ապացուցվի կամ երբ ապացուցվի, նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպասում։ Հատկանշական է, որ այդ գործը վարում է ազգությամբ հայ դատախազ Քրեյգ Միսակյանը, ով խոստացել է, որ հետևողական է լինելու այս հարցում, նաև նպատակ ունենալով ապացուցել, որ ազգությամբ թուրք հայատյաց գործիչ Մեհմեդ Օզի բոլոր մեղադրանքները ուղղված հայերին անհիմն են։ Դե կարող են ասել, որ դա բացառիկ դեպք է։ Կասեին, եթե իսկապես բացառիկ լիներ, բայց պարզվում է այդ դեպքերը, որոնցում ադրբեջանցիները մեծ դեր ունեն, զանգվածային են կարելի ասել։ Օրինակ հուլիսին անցած տարվա հայտնաբերվել էր Ադրբեջանի քաղաքացի Սևինդիկ Հուսեյնովի գործը, ով մեղադրվում էր ավելի քան 7200 կեղծ հայտեր ներկայացնելու մեջ, խոսքը ապահովագրական պոլիսներին էր վերաբերվում։ Դրա արդյունքում նա 137 միլիոն դոլար է գողացել ամերիկյան պետությունից եւ նա մասն էր կազմում շատ ավելի մեծ մեքենայությունների սխեմայի, որի արդյունքում 15 միլիարդ դոլար է գողացվել Միացյալ Նահանգների պետական բյուջեից։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է Հուսեյնովին եւ նրա թիմակիցների բնակարաններում 4 միլիարդ դոլար կանխիկ դոլարներ, պատկերացրա, հա, դա ինչ գաբարիտների տարածք էր պահանջվում այդպիսի փող պահելու համար եւ մի քանի միլիարդ դոլարի կրիպտո արժույթ նաեւ։ Մեկ այլ դեպք, որը այս տարվա փետրվարին է բացահայտվել, նույնպես ադրբեջանի քաղաքացի Ռենատ Աբրամովի։ Նա մեծ տրանսազգային հանցավոր խմբավորման մասնակից է եղել, որի գործունեության արդյունքում Միացյալ Նահանգների պետական գանձարանից գողացվել է ուշադրություն 8 միլիարդ դոլար։ Ես ինքս չէի հավատացել, մի քանի անգամ ստուգել եմ, իսկապես 8 միլիարդ դոլար են գողացել ադրբեջանցիները Միացյալ Նահանգների պետական բյուջեից, համենայն դեպս ադրբեջանցիների մասնակցությամբ։ Այդ անձը Հուսեյնովը աշխատելով Նյու Յորքի բանկերից մեկում հատուկ կեղծ հաշիվների միջոցով օֆշորային գոտիներ էր ուղում այդ գումարները եւ նաեւ Ադրբեջան։
Վերջերս նա իրեն մեղավոր էր ճանաչել, արդեն մեղադրյալի ամբաստանյալի աթոռին շուտով կհայտնվի։ Այսինքն հայերի արած գործերը այս ամենի հիշատակածի ֆոնի վրա պարզապես մանկական խաղալիքներ են հիշեցնում։ Իսկ Մեհմեդոզը ինչպես է այս ամենը մեկնաբանում։ Ամերիկացի իրավապաշտպանները այդ հարցը ուղղել են Մեհմեդոզին, արդյոք բարոյական է խոսել հայերի ինչ-որ մանր խախտումների մասին, երբ իր կողմից հովանավորվող ադրբեջանցիները միլիարդավոր մայքենայություններ են իրականացնում Միացյալ Նահանգներում։ Նա պարզապես խուսափել է պատասխանից։ Ակնհայտ է, որ նա այսպես միտում ունի եւ նպատակ է հետապնդում հատուկ վարկաբեկելու հայերին, միաժամանակ փորձելով թաքցնել այն ամենը, ինչ անում են իր կողմից հովանավորվող ադրբեջանցիները։ Այստեղ մի բան է զարմանալի, որ Սպիտակ տանը ձև են անում, որ չեն նկատում այն, որ իրենց կողմից այդ բարձր պետական պաշտոնի նշանակված ազգությամբ թուրք եւ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող պաշտոնյան բացահայտ երկակի ստանդարտներ է կիրառում։ Շնորհակալություն, Արտյոմ։